Կայացավ Ալաշկերտի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի եւ թիմի ավագ Կարեն Նալբանդյանի նախախաղային մամուլի ասուլիս UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ղազախական Ելիմայի դեմ հանդիպումից առաջ Գևորգյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ ուսումնասիրել են մրցակցին եւ գիտեն թույլ եւ ուժեղ կողմերը եւ պատրաստ են վաղվա հաղթանակին։ Նալբանդյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ լավ մարզավիճակում է գտնվում թե նա, թե ընդհանուր թիմը։ Ամբողջական մարզումը եւ մամուլի ասուլիսը կարող եք դիտել մեր եթերում։ Нет, я не знаю, сколько баллов, я просто на общем стадионе. Но 5000 честно говоря. В основном все-таки нет. Но они не выглядят на 18 лет. Но они 18. Они заряжены как будто. На 25-30 выглядят. Мужики взрослые сидят. Это их физиология. 18. Ну так написано. Я знаю, как африканский футболист. Я тоже не хочу. Ах, genau что ли.
Հավաշի ցոփինգ լիգաները խաղում են խմբային արդեն։ Չէ, play-off-ում փածում։ Հավաշիա կայֆից ընկնել է բացել, ես նայում։ Play-off-ում CDD մեջ։ Թողան երրորդ փուլում սիդա։ Երրորդում սիդա, չէ։ Չորրորդում անսիդա։ Հավաշ չորրորդում կարող է բանից Եվրոպա լիգայից գալ։ Կարա լինի, բայց դե 50-50 է։ Բայց բանուները Իսպանիան, Իտալիան խմբային չեն, խմբային է ոնց է։ Play-off-ը Խետաֆեն խնդրեց։ Խետաֆեն հետ է։ Դե Խետաֆեն սկի CDD չի, անսիդD է։ Ինչի՞ չէ կարողանում մեր։ Վարկանիշ ունի, հա չի կարող, բայց մնացածը մնում է Գերմանիա, Անգլիա, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիա, Իտալիա։ Հա դե չեն լինում։ Դե ուր է, դա որ չեն գտնի։ Բախտը միշտ բերում ախտեր։ Յակամիա ռեալը Արարատ Արմենիան ունի։ Հաջորդը կամ Հիբեռնիանսը շամ կամ Շամբուրգ Ռովերս։ Այ Ֆլորիանան մեծ կարել արեց։ Գիտեմ, 2-0 կրեց։ Էդի ասումը всё։ Մենք Եվրագավաթ ունենում ենք։ Ունենում ենք ապահոված։ Պրոստը դեկա Ռիգան չտուստել։ Չէ, Ռիգան չեմ կա, հիմնական վռատարը դե կարմիր աստացի չի խաղա։ Չէ, ես ավելին էի սպասում իրանցից կանց։ Այս դե խաղ չխաղաց Ռիգան։ Ես բայց ես կզասում ես բանը յա։ Չփոթել էի իրանց RFS-ի հետ։ RFS-ը լավ է։ Կամբային իրանք են։ Կրին է։ Հա։ Լավ։ Հա, տաբերություն ասել։ Այս դե հիմա վարը տարբերները իշա անցաստանը Անստարտերի բաներ։ ինել բայց շարը չէ։ Վերջին երեք անգամ մենք ենք անցել։ Էդի չի ասում մենք իսես։ Հա, Ապայում առանց այլ խոսում է։ մի անգամ բանը 14 տվին ասում, հա։ Շիած մեկը բայց 14 տվին անցել։ Ախտոր կարող են ուժեղել ինչ-որ։ Ոչ 10 տարեկան է ժամանակ։ Ոզիկ 10 տարի առաջ Ղազախներին օրդաբասի կրել։ Օրդաբասին, լսենք օրդաբասին կրենին խամեն ձևով, էլ ասենք պոլիզրամենձով։ Ադե 90 մարզական ավարտին է որ եղավ դրան ինչպես սել է կրել են։ Նապել ուսումնամազը, այդ արին նապել ուսումնամազը։ Հայկական թվերը շատ է։ Выгибаешь бычишка, если солить.
Разное. Ну, у меня тут разное. Այս լավ է, առաջին խաղը Ես ինչ դեպքում Իսրայելի հավաքականի բաները օրինները Ֆուտբոլիստին հետո մալիչի հետ շարունակվենք ամենին Կան խնդրեմ ոսակցել մարզավիճակի մասին, հարավես թիմի դրամատուրգիության։ իմ մարզավիճակը հատում եմ լավ հավաք անցկացրել թե ես թե թիմը ընդհանուր կարող եմ ասել որ թիմը շատ լավ մարզավիճակում հարցեր կարելի չունեք անապարենտ ֆուտբոլիստի նախապատրաստի այլաբիզով Трансфер-маркет, ну, реализовать ссылку уже в перешел. Это видео. Последний раз Алашкет прошел Кайрат, а у них Табул или Табул, по-моему. Там Баклаш. Последние два эти спарринги между армянскими и казахстанскими. Не-не-не, Я это понял уже, я просто, что вы сказали, что всегда казахстанские больше. Ну, это да. Бывает. Ничего страшного. Շարունակում ենք մամուլի ասուլիսը, եթե ունեք հարցեր գլխավոր մարզչին։ Սկսեմ երևի սելեկցիայից, վերջից տված հարցի, ոչի շետ, ձեր համար տարբերություն չկա։ Կարծում եմ, որ բավականին հաջող է ընթանում մեր սելեկցիոն փուլը, կարծում եմ, որ մենք դեռ չենք ավարտել, բայց նորեկները մեզ ուժեղացրել են, մենք ավելի երկարացրել ենք մեր նստարանը, ինչպես նաև եկել են ֆուտբոլիստներ, ովքեր կարող են արդեն առաջի կազմում են դուրս գալ խաղադաշտ ու հետևաբար կոնկուրենցիան մեծացել է։ Պետք է շեշտեմ, որ Սերբիայի հավաքը շատ լավ ստացվեց մեզ համար, շատ կազմակերպված էր, շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, որ հնարավորություն ունեցավ մեզ պատշաճ պայմաններով պատրաստել կոնֆերենցիաների լիգային։ Ընկերական խաղերն էլ երկու սպարինգները շատ լավն էին, OFK Բելգրադը ու Մակաբին, մյուս երկու թիմերն էլ բավականին մրցակցային թիմեր էին, Սպարտակս ու Բութսյանը Ռոժեցը։ Հետևաբար գնահատում եմ, որ շատ լավ հավաք ընթացվեց։ Հարցեր։ Անգելոկյան Ալաշկերտի երկրորդ անգամ է մասնակցում երկրագավառներին, ասես առաջին մասնակցությունը փոխվեց ձեզ եւ ձեր թիմի լավելուկներն։ Իհարկե, ես մի շեշտել եմ ցանկացած մարզիչի համար շատ կարևոր է փորձը եւ հետեւաբար այդ փորձը նաեւ դերախաղալու Եվրոգավառների խաղերում։ Հարցեր։ Նշեց, որ նորեկների սելեկցիայի մասին մեկ արդեն ամբողջությամբ գրկած են թիմում խաղը։ Նկատում եք ադապտացիան, բնականաբար ժամանակ։ Միանգամից անհնարավոր գան ու միանգամից ադապտացվեն։ Բայց աշխատում ենք հնարավորինս արագացնենք այդ process-ը, իհարկե առանց ավանցորներ։ Իսկ հաջորդ մրցաշրջանի համար ձեր թիմի առաջատարներն Անգանդյանը, Դուրան, ինչ գիտեք, մնալը Մեր պրոյեկտը իրենից ենթադրում է առաջին հերթին ֆուտբոլիստների վաճառքի պրոյեկտ, զարգացման ու վաճառքի, այդպես որ այդ հարցին չեն կարող պատասխանել։ Բազմաթիվ ֆուտբոլիստներ նույնիսկ այս պատուհանի ընթացքում բազմաթիվ առաջարկներ են ունեցել, հենց ձեր շեշտած Կարենն Նալբանդյան ու Տուրեն էր։
ու օրվա ընթացքում էլ կան խոսակցություններ, այսինքն ակումբների միջև ֆուտբոլիստի այդ հարցին շատ պատասխանել արտոկոս շրջանալու։ Ունենք հարցեր։ Հրաչ։ Երբ մասնաշրջանը այս պրոյեկտի հետ անշտաց ճիշտ ասած ֆուտբոլիստների կամավորներ բայց երբ մասնաշրջանը ոնցոր կարելի է համարել ավելի հասուն շրջան է ու կարելի է ավելի բարձր եւ համապատասխան չեն սուչացան բայց օրինակ հարցեր ներդրական մրցանակային Բնականաբար մենք ամեն ինչ պետք է անենք, որ ամեն հաջորդ մրցաշրջանը ավելի լավը լինի, քան նախորդ մրցաշրջանը, սակայն ֆուտբոլը արդյունքի մասին մի քիչ այլ բացատրություն ունի, միշտ չի որ կատարած աշխատանքը կարդացող է արդյունքը։ Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ մրցաշրջանը ավելի լավ ստացվի, քան նախորդ։ Հարցեր։ Դուք նշեցիք, որ լավ ուսումնասիրել եք մրցակցին, հաջող ժամանակ ընթացքում մարդ է եղել, որ մեկն իրեն տեղի իրենց խաղեր են նիստել, թե բազմապես տեսակություններով ուսումնասիրել։ Եվ եթե կարելի է բնութագրել, թե ինչ թույլ կողմերն են, ուժեղ կողմերի մասին չեն։ Մրցակցի թե ուժեղ թույլ կողմերի մասին ես այսօր բնականաբար չեմ խոսա, որովհետև մենք վաղ խաղում ենք մրցակցի դեմ, ինչ վերաբերում է վերլուծությանը, բավականաչափ վերլուծել ենք ժամանակականը։ Ունենք հարցեր։ Չկան ոչ մեկ ձեռք չի բարձրացրել։